Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է համաձայնագիր կնքի Իրանի հետ եւ հույս է հայտնել, որ այն կարող է ձեռք բերվել արդեն հաջորդ ամսվա ընթացքում։ Նրա խոսքով, եթե համաձայնության չհաջողվի հասնել, երկրորդ փուլը շատ դժվար կլինի Թեհրանի համար։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է բանակցություններում ներառել ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև բալիստիկ հրթիռների հարցը, ինչը Թեհրանը մերժում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի դիվանագետները նախորդ ուրբաթ վերսկսել էին անուղղակի բանակցությունները, իսկ հաջորդ փուլի ժամկետներն ու վայրը դեռ չեն հայտարարել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էլ նշել է, որ կողմերը կարծես պատրաստ են փոխզիջման։ Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնը փորձի միաժամանակ լուծել թե միջուկային, թե հրթիռային եւ տարածաշրջանային հարցերը, դա կարող է տապալել գործընթացը եւ նոր պատերազմի վտանգ ստեղծել։ Ռուսաստանի նախագահի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտարարել է, որ եւս 6 երեխա կմիավորվի իր ընտանիքի հետ Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ Նրա խոսքով, 1 երեխա կվերադառնա Ռուսաստան, իսկ 5-ը Ուկրաինա։ Լվովա-Բելովան գործընթացի համար շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփին, ընդգծելով նրա անսասան հանձնառությունն ու ակտիվ մասնակցությունը երեխաների վերադարձի հարցում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի եւ Վաշինգտոնի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիրը դեռևս վերջնական համաձայնեցված չէ, չնայած նախկինում նշվել էր, որ այն 100%-ով պատրաստ է։ Նրա խոսքով մի շարք դրույթներ շարունակում են քննարկման փուլում մնալ։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ ցանկացած համաձայնություն հնարավոր է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուսալի անվտանգության երաշխիքների առկայության դեպքում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև այն հարցը, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ կլինի խոսել Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռները խաղաղության պայմանագրի խախտման դեպքում, սակայն այդ հարցում վերջնական որոշում չկա։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է խնդրի լուծմամբ մինչև կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, դա դիտարկելով նաև որպես քաղաքական ձեռքբերում։ Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ում օդաչուների գործադուլի պատճառով այսօր չեղարկվել է շուրջ 800 չվերթ, ինչի հետևանքով խաթարվել են մոտ 100,000 ուղևորների ճանապարհորդական ծրագրերը։ Գործադուլավորները պահանջում են պահպանել եւ բարելավել իրենց կենսաթոշակային արտոնությունները։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ փորձում է հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը եւ հույս ունի առաջիկայում վերադառնալ սովորական չվացուցակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարության հետ քննարկել Ռուսաստանի էներգառեսուրսների ներմուծման դադարեցման հարցը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ռուբիոն նշել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն անհրաժեշտ քայլերը, սակայն չի մանրամասնել բանակցությունների բովանդակությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հունգարիան եւ Սլովակիան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներ են, որոնք ակտիվորեն գործակցում են Վաշինգտոնի հետ եւ աջակցում են տարբեր ուղղություններով նախաձեռնություններին։